Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ։ Առավոտ այսօր երկուշաբթի է եւ ամսի 6-ը ավետ։ Ինչքան արագ սկսեց առհասարակ հոկտեմբերը, չէ՞։ Շատ արագ, միանգամից արդեն 6-ն է։ Ինձ թվում է հոկտեմբերի 1, 2, 3, 4, 5 չի եղել։ Միանգամից եղել է 6-ը։ Այդքան արագ, դե հոկտեմբերը չի զիջում իհարկե սեպտեմբերին նաեւ իր տեմպով, իսկ մենք առաջիկայում ունենք սպասված հյուրեր։ Այո, սպասված հյուրեր ունենք շատ հետաքրքիր օր ենք անցկացնելու, նոր աշխատանքային շաբաթ ենք սկսում, սիրելի հեռուստադիտողներ, բայց հոկտեմբերը 3 փաստորեն կիրակի էր։ Մենք կիրակի օրը չենք աշխատում։ 3 ուսուցիչների օրն էր։ Ու քանի որ մենք 3 եթերում չէինք, ես այսօր մեծ սիրով, մեծ ջերմությամբ հոկտեմբերի 6-ին ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին։ Այո, կրթությունը բոլոր ժամանակներում եղել է ամենաարժեքավոր երևույթը ու իրական հենասյունը, որի վրա հարկավոր է կառուցել մեր ապագան։ Լիովին քեզ հետ համաձայն եմ, չափազանց կարևոր է ձեր աշխատանքը սիրելի ուսուցիչներ, ու թե ինչպեսին կլինի մեր հայրենիքի ապագան, նաև կախված է նրանից, թե որքան հայրենանպաստ, գիտելիքահեն ու որակյալ կրթություն ապահովող կրթական համակարգ մենք ունենք։ Մենք այս պահին արի մեր ուսուցիչներին։ Ես այ ուզում ասել, ո՞նց ինչ լավ է։ Մենք արդեն վաստակավոր գոլեգաներ ենք, ես կարող եմ հանգիստ ասել։ Քեզ բառից հասկանում եք։ Այո, ես ուզում եմ շնորհավորել իմ առաջին ուսուցչուհուն, ընկեր Սարգսյանին, Լյուբա Սարգսյանին, Տիկին Սարգսյան, եթե լսում եք ինձ, շնորհավորում եմ, ուզում եմ որ առողջ լինեք ու միշտ ժպտաք ու շնորհակալ եմ ձեր գիտելիքների համար։ Ես եւս սկսեմ իմ առաջին ուսուցչուհուց, Տիկին Հասմիկ Հակոբյան, ես ձեզ շատ սիրում եմ, երբեք չեմ մոռացել եւ հատկապես ձեր ներդրումը իմ սրտում շատ մեծ է եւ շատ կարեւոր նաեւ իմ կերտվող ուղում, կարելի է ասել։ Շատ ուզում եմ որ լինեք առողջ։ Եվ իհարկե մնացած իմ բոլոր դասղեկներին, ուսուցիչներին, տնօրեններին, ուսմասվարներին, բոլորիդ ջերմ համբույրներ, եղեք միշտ առողջ եւ շարունակեք ձեր գործը, որը իհարկե շատ արժեքավոր է։ Այո, ես եւս միանում եմ բոլոր ուսուցիչներին, ովքեր երբևէ կյանքում ինձ հանդիպել են։ Այս ամենի հրաշալի օրինակ է նաև Անահիտ, հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ, Ինտերի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում կենսագրական գիրքը արդեն պատրաստ է։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ Այո, Ալեքսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գիրքը արդեն իսկ կարող եք կարդալ իտալերենով, բայց մենք հույս ունենք, որ շատ շուտով գիրքը կհրապարակվի նաև հայերենով եւ մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու եւ ընթերցելու մեր շատ սիրելի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը։ Մեծ պատիվ էր Հենրիխին օգնել գրելու այս գիրքը, քանի որ ծանոթացա լավ մարդու, բարի, կրթված, ընկերասեր մի անձնավորության հետ, ով իր մեջ միայն լավն է գրում։ Նա բացեց ու պատմեց իր պատմությունը ինձ, գրքում շատ բան կա, շատ բան իր անձնական կյանքից, պատմություն իր հոր մասին, որին կորցրել է 7 տարեկանում, Հայաստանն առանց լույս ու առանց տաք ջրի կյանքի, Արարատը որպես խորհրդանիշ, խորը սերտ կապ տատիկի եւ իհարկե հարգանք բոլորի հանդեպ, նշել է Ալչիատոն։ Գիրքը գրել ենք Ալեսանդրո Ալչիատոյի օգնությամբ։ Կարծում եմ շատ հետաքրքիր գիրք է, քանի որ այստեղ չի խոսվում միայն ֆուտբոլից։ Հույս ունեմ, որ կհավանեք ու այն կօգնի բոլորիդ հետագա ծրագրերում, ասել է Հենրիխ Մխիթարյանը։ Դե Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը գրում է իմ կյանքը ուշադրության կենտրոնում խորագիրը, հետաքրքիր խորագիր է, կարծում եմ, եւ հետաքրքիր է այն փաստը, որ միայն մասնագիտական չէ, այսինքն ֆուտբոլի մասին չէ միայն, այլ կյանքի անձնական փորձի։ Փաստորեն շատ թեմաներ են արծացվում ու հետաքրքիր է, թե ինչպես է իտալացին կարողացել համակարգել հայի ինքնակենսագրական գիրքը, անպայման պետք է ընթերցել, այո։ Ցավոք իտալերեն չենք հասկանում դեռ, բայց վստահ եմ, որ առաջիկայում հայերեն թարգմանությամբ մենք այսօր
այսօր սպասված եւ սիրված հյուրեր ենք ունենալու։ Սիրելի հեռուստադիտողներ, խոսելու ենք այս ամսվա ամենասպասված ներկայացումից, տաղանդավոր երգչուհու ենք հյուրընկալելու, ինչպես նաեւ իր ընտանիքի հետ։ Փակագծերը չենք բացում, փակագծերը քիչ անց կբացենք, իսկ հիմա պատմենք մեր քաղցր գործընկերոջ մասին։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրամենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխված կաբլիկներից մինչեւ հատնտի շոկոլադի բազմազան տեսականի։ Բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով, շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Thrive Կուսան, գետնանուշի փափուկ, կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ իհարկե բոլորի սիրելի քվեստը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Այս պահին վայելեք մեզ հետ մեր եթերը, քանի որ այն լինելու է հագեցած։ Պատմենք օրվա թեմաների մասին։ Պատմենք։ Օրվա թեմաների մասին։ Այսօր կրկին սիրված ու սպասված հյուրերի ենք հյուրընկալելու մեր տաղավարում, ուրեմն Անահիտ, ասեմ իմանաս, նաև սիրելի հեռուստադիտողներ, ձեզ եւս ուզում եմ տեղյակ պահել, որ հաշված օրերից հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Ֆարս մաժոր տրագիկոմեդիայի առաջնախաղերը։ Մենք շարունակում ենք բացահայտել բեմադրության կարևոր մանրամասները եւ այսօր էլ հրաշալի ստեղծագործական կազմի հետ կզրուցենք ներկայացման շուրջ։ Այդ ներկայացումը կարծում եմ այնքան ինտրիգներ է իր մեջ ներառում, որ վստահաբար մի քանի անգամ պետք է Ֆորս մաժոր իրավիճակի մասին, ֆարս մաժոր վերնագրով, այո։ Բաց չթողնեք ներկայացումը անպայման եւ ոչ միայն ներկայացումը, նաեւ մեր եթերը բաց չթողնեք, որովհետեւ տաղավարը լցված է լինելու հրաշալի եւ սիրված արտիստներով։ Այո, նաեւ տաղավարում հյուրընկալենք սիրված ու տաղանդավոր երգչուհի։ Ի ուրախություն բոլորիս արդեն նաեւ երջանիկ մայր Կարինա Արոստամյանի եւ նրա հրաշք ընտանիքին նոր կարգավիճակում ակտիվ ստեղծագործական կյանքի, մամայական թուլությունների եւ կյանքը 360 աստիճանով փոխելու մասին ջերմ ու ընտանեկան զրույց ենք այսօր ունենալու մեր հյուրերի հետ։ Ինձ գիտես միշտ ինչ հետաքրքրել, երբ որ 360 աստիճան է տեղի ունենում, նորից նույն կետին չենք հասնում։ Չէ, սկսում ես մեկից աստիճանից հասնում տրամաբանական այլ ավարտի։ Այսօր եւս ինֆորմատիվ էր օրը ինձ համար, այո։ Աշխատանքային շաբաթը սկսում ենք հետաքրքիր զրույցներով, նաեւ հետաքրքիր ինֆորմացիաներով, նաեւ վերմշտական էջերն ենք թերթելու, հոգեբանական կարևոր խորհուրդներ ենք լսելու, աստղագետ Լիլիթ Ալեքսանյանը կներկայացնի շաբաթվա աստղային պատկերը կենդանակերպի բոլոր նշանների համար ու բնականաբար օրվա բաղադրատոմսը էնել ում հետ։ Այո, այսօր երկուշաբթի է։ Դա նշանակում է, որ խոհանոցը այսօր երկու գեղեցկուհիներինն է, Էլիզան մեր սննդաբան մարզիչ այսօր լինելու է Սաթի հետ, վստահաբար հավատարիմ հեռուստադիտողներն արդեն գիտեն, օրացույցում այդ օրերը վստահաբար առաջարկելու է կրկին շատ օգտակար, բայց եւ համեղ բաղադրատոմս։ Պատկերացրու, մենք տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք Էլիզային եւ Սաթենիկին առավոտյան մարմնամարզական վարժություններ անելիս։ Այսօր մենք կպատրաստենք, լավ, չենք ուզում այլևս չարաշահել նրանց համբերություն, նրանք արդեն մարզվում են եւ պատրաստ են դիմավորել մեզ։ Էլիզա, Սաթ, բայց արի գիտես, չխախտենք ավանդույթները եւ մինչ Էլիզային եւ Սաթին միանալը ներկայացնենք մեր հաջորդ գործընկերոջը։ Հետո նոր փոխանցենք խոսքը։ Իսկապես միշտ ճիշտ պահին Անահիտը միանում է ինձ եւ այո, չի թողնում որպեսզի ես իմ կյանքի ընթացքը շեղեմ սխալ ուղղություններով։ Միշտ պատրաստ եմ։ Մթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում հայտնվել է նաև Աթենքի հավի նագեցների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագեցները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագեցների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես
իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Athens-ն առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի։ Դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Athens-ի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Athens-ի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում է ել ավելի հետաքրքիր ու ժամանցային։ Այ հիմա պահում է իսկապես։ Որ Էլիզան եւ Սաթ այսօր մի այնպիսի ուտեստ են մեզ առաջարկել, որ հենց ընկերական հանդիպումներին, մանավանդ իրենց սննդակարգին հետևող աղջիկները շատ կհավանեն եւ ստաբար այդ հավաքույթների անբաժան խորտիկը կդառնա։ Ես արդեն գիտեմ բաղադրիչները։ Հիմա խոսքը սիրով փոխանցենք գեղեցկուհիներին։ Բարի առավոտ, Էլիզա։ Բարի առավոտ։ Մեկ Ձգում ենք ձեռքերը, պատրաստում ենք աշխատանքին։ Բարի լույս երիտասարդներ, ավետ դու ճիշտ էր, մենք մարզվում ենք եւ պատրաստում ենք համեղ նախաճաշ, քանի որ Էլիզան էստեղ է երկուշաբթի ավանդույթի համաձայն։ Շնորհակալություն, որ երկուշաբթին սկսում ես մեզ հետ միասին, մենք շատ համեղ բաղադրիչներ ունենք մեր սեղանի վրա դրված։ Արմավից սկսենք։ Այո, շատ հետաքրքիր այսօր համադրություն է մեզ սպասվում, Սաթենիկ աղին ու քաղցրն են այսօր համադրվելու, բայց երկուսն է առողջարար։ Այստեղ եթե սկսենք արմավից, ես կխոսեմ արմավի մասին, ինքը շատ օգտակար է, շատ բջջանյութով հարուստ, օմեգա է պարունակում, բայց նաև չմոռանանք, որ կալորիականությունը բարձր է։ Արմավի հետ այստեղ համադրել ենք ռիկոտա տեսակի պանիրը, որը պատրաստվում է կաթի շիճուկից, եւ գիտենք, որ ինքը կալորիապես ցածր է, իսկ սպիտակուցային արժեքը բավականին բարձր է։ 100 գրամի մեջ 17 գրամ սպիտակուց։ Համադրելու ենք ընկույզի եւ մատուցելու ենք վերջնական տեսքով արդեն ռուկոլայի հետ։ Իսկ թե ինչ հետաքրքիր ձևով ենք պատրաստելու, դա ընթացքում արդեն ես կցուցադրեմ։ Սա կարծում եմ նախուտեստի քաղցր աղի նախուտեստ է կամ աղանդեր կարելի է կոչել։ Աղանդեր, սիրելի համադրությունն է աղի քաղցրի հետ։ Մենք միացրել ենք իրականում ջեռոցը, Էլիզան ասեց այս ամենը, որը ներկայացրեց ձեզ, պետք է տեղափոխենք մենք ջեռոց։ Այո, Սաթենիկ։ Բայց կարելի է նաեւ առանց ջեռոց տեղափոխել։ Կարելի է նաեւ այդ տարբերակով, բայց երբ դնում ենք ջեռոցի մեջ, ավելի էսպես փափկում է եւ հալչում է։ Ու շատ համեղ է ստացվում։ Ահա, մենք հասկացանք ունենք աղանդեր, բայց մենք ունենք հավատարիմ գործընկեր Ժակոն, որը մեզ արդեն պատրաստի աղանդեր է առաջարկում, տեսականին այս երեքն են էսպային ինձ ձեռքին, դու ո՞րն ես ձեռքի տակ, ո՞րն ես ուզում։ Կոկոսը կնախընտրեմ։ Ես այս տարբերակը դե քանի որ խոսում ենք Ժակոյի մասին, տեսականին ամբողջությամբ ձեր էկրաններին է։ Մենք կվայելենք, ես էլ կներկայացնեմ։ Սիրով ներկայացնում եմ մեր նոր գործընկերոջը, Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահամ կոնֆետների, լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի փափուկ կարամելի, շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեստը՝ նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Դե մենք վայելում ենք այս պահը, արդեն Էլիզան անցել է աշխատանքի։ Էլիզա, օրինակ մեր ձեռքի տակ չունենք արմավ։ Հեռուստադիտողները մեզ դիտում են եւ որոշում են պատրաստել իրենց ձեռքի տակ եղած բաղադրիչներից։ Այո։ Եթե չունենք արմավ, կարելի է փոխարինել սալորաչրով, Սաթենիկ։ Սալորաչրով էլ ավելի համեղ կլինի, էլ ավելի օգտակարությունը բարձր կլինի, քանի որ գիտենք, որ սալորաչրը ավելի ցածր կլինի կալորիապես, նաև բջջանյութի մակարդակը ավելի բարձր կլինի, որը գիտենք, որ մեր աղեստամոքսային համակարգի համար շատ պարտադիր է։ Շտապօգնություն, որովհետև տարիներ շարունակ ես օգտագործել եմ, հատկապես թրջած տարբերակով, հենց այդպես յուրաքանչյուր ձևով երբ օգտագործում ենք, քանի որ ինքը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, ինչպես էլ ուտենք, շատ
օգտակար է եւ համեղ է ստացվում, բայց այս պահին արմավ եմ ընտրել, այսպես էլ ավելի հաճելի է ստացվում։ Իսկ պանիրը ինչով կարելի է փոխարինել։ Ռիկոտա տեսակի պանիրը կարելի է շատ հեշտությամբ փոխարինել ֆետա տեսակի պանիրով, կստացվի էլ ավելի աղի ու էլ ավելի սպիտակուցային հարուստ, թեպետ տարբերությունը ընդամենը 2 գրամի տարբերություն է ռիկոտայի եւ ֆետայի սպիտակուցի պարունակության հարցում, 100 գրամի մեջ 17 գրամ սպիտակուց ռիկոտան է պարունակում, իսկ 19 գրամ ֆետա պանիրն է պարունակում, հետեւաբար կարող ենք փոխարինել այս պահին միայն ֆետա պանիրով։ Օրինակ այս նախապեստի հետ ինչ ներողություն ընդհատեցի, ինչ հյութ կարելի է, ինչ հյութ խորհուրդ կտաս, որ առողջ լինի, կարելի է համադրել այս աղի քաղցր նախապեստի հետ։ Եթե խոսքը գնում է հյութերին, ես միշտ խորհուրդ եմ տալիս տնական տանը պատրաստված առանց շաքարի, որ վիտամիններով հարուստ լինի, առավոտյան կարողանալ տրամադրել։ Յուրաքանչյուր միրգ, որը որ դուք տեսնում եք, արդեն կարող եք օգտագործել, խառնեք իրար եփեք, բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, առանց շաքարաված եփում ենք, թողնում ենք սառչի եւ սառչելուց հետո մեղրի միջոցով քաղցրության մակարդակը բարձրացնում ենք այն աստիճանի, ինչպես որ մեզ էլ ավելի հաճելի է։ Սառելու դեպքում։ Սառելուց հետո ենք ավելացնում, այո, մեղրը չենք ավելացնում եփելու ընթացքում։ Նույն մեթոդով կարելի է նաեւ յուրաքանչյուր մրգից ստանալ մեր շատ սիրելի մուրաբաները, որը մենք ձմռան ամիսներին շատ հաճիկով օգտագործում ենք։ Իսկ դեպքում ինչպես կարելի է առանց շաքարավազի մուրաբան պահպանել, որպեսզի չթռնի, չբացվի, չթթվի։ Ցանկալի է մուրաբաները այդ դեպքում պահպանվի սառնարանում, նույն ձև եփում ենք, եփելուց հետո արդեն սառչելուց հետո ավելացնում ենք մեղրը, մեր քաղցրության աստիճանը որոշում ենք եւ պահում ենք սառնարանում։ Այդտեղ միակ պայմանը, որ պետք է ինքը մշտապես լինի սառնարանում։ Օրինակ սառցեխցիկներում պահել ենք ապլիպիխան, որը բոլորիս շատ ծանոթ է, սիրելի է, վիտամիներով այնքան հարուստ է, որ պարզապես անհրաժեշտ է սառցեխցիկում ունենալ։ Դա ինչպես կարելի է օգտագործել, օրինակ, ունես սառցեխցիկ, բայց քաղցրություն ես ուզում ապահովել թեյի միջոցով։ Եթե դու դա թեյ պետք է, միևնույնն է, եթե պետք է մեղր ավելացնենք, դա պետք է ավելացնենք սառչելուց հետո, կամ պետք է այդպես վայելենք, այո։ Եվ ես նաև մի այլ լայֆ հակ ունեմ, եթե օրինակ ձեր ասած այդ ապլիպիխան օգտագործենք, ես 1 հատ, 2 հատ արմավ եմ գցում թեյի մեջ, ինքը արդեն քաղցրությունը բավականին բարձրացնում է։ Յուրաքանչյուր թթվաշ, միրգ, հատապտուղ, եթե ինձ համար մի փոքր թթվաշ է եւ ես դա պետք է եռացնեմ եւ չեմ ուզում ավելացնեմ մեղր, ավելացնում եմ 1 կամ 2 հատ արմավ, ինքը եփելու ընթացքում քաղցրությունը բացում է եւ ինձ այլ ավելի հաճելի է լինում։ Նաեւ իր օգտակարությունն է փոխանցում այդ հյութին։ Հետևելով խորհուրդներին, առողջ ենք լինելու, պահպանելու ենք ամեն ինչ, կանոնն ու կարգը։ Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը, Աթենքը, որը ներկայացնում է նագետներ, մենք արդեն հասցրել ենք սիրել, տեսականին ձեր էկրաններին է, համեցեք։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում, կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին։ Եվ այն իհարկե միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Դե ինչ, այս պահին մնում է, որպեսզի ես էլ հագնեմ ձեռնոցը, օգնեմ Էլիզային, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք եւ հասցնենք վայելել աղին եւ քաղցրը։ Այո։ Համեցեք, խոսքը ձերն է, Անահիտ, Ավետ։ Շատ շնորհակալ ենք, ես վստահ եմ, որ հատկապես մեր ռեժիսոր Լևոնի եւ օպերատոր Աշոտին շատ դուր կգան այսօրվա ուտեստը, որովհետեւ դրա մեջ կա խուրմա։ Օ, նրանց սիրելի բաղադրիչն է խուրմա։ Այո, նրանց շատ, նաեւ իմ վերջերս դարձավ իմ ամենասիրելի բաղադրիչը։ Ինչևէ, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։
առավոտ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ մենք վերադարձանք տաղավար ու ինչպես որ խոստացել ենք, այո, հրաշալի մարդկանց ենք հյուրընկալել մեր տաղավարում եւ ես այլևս չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը ու միանգամից ներկայացնեմ նրանց։ Հաշված օրերից հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում տեղի կունենա Վահրամ Սահակյանի Force Major ներողություն Farce Major նոր տրագիկով Force Major-ային իրավիճակում այս Farce Major-ը մեզ պետք էր, բայց չգիտեմ, երևի առավոտյան երբ խոսեցինք դրա մասին, դրա համար այդպես տպավորվեց ինձ մոտ։ Farce Major ներկայացում, այո, ներկայացում, որը որքան ժպիտ, նույնքան էլ մտածելու առիթ է տալու հանդիսատեսին, տեղափոխելով տարբեր ժամանակաշրջաններ ու միջավայրեր։ Բեմում կտեսնենք թե պատմական դեմքեր, թե նոր կերպարներ, սպասված բեմադրության մասին կզրուցենք մեր շատ սիրելի հյուրերի հետ։ Այո, տաղավարում են հեղինակ Վահրամ Սահակյանը, բարի առավոտ, բարի լույս, բեմադրիչ Արթուր Սահակյանը, բարի լույս Սահակյան, եւ իհարկե սիրված դերասաններ Ավո Խալաթյանը եւ Գևորգ Մինասյանը, բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Սիրով եւ մեծ ուրախությամբ նորից ձեզ հյուրընկալում ենք մեր տաղավար, ինչպես նաեւ ասենք, որ ինտրիգները մեզ մոտ ավելացել են, այլ ոչ թե պակասել, կարծում եմ օրերը ինչքան գնում են, այնքան ինտրիգները շատանում են, սպասում ենք պրեմիերային։ Եվ մի այսպիսի, քանի որ այսօր պարոն Սահակյաններով եկել եք այստեղ, միանգամից հարցը սկսենք ձեզնից։ Այ ինչպես է ստացվել ձեր համագործակցությունը, ինչպես է գտել միասին աշխատելու այն կարևոր գաղտնիքները, բանալիները, որովհետև Խաթեբալադա, Mea culpa, արդեն Farce Major, ինչպես է այդ բանալիների գաղտնիքը, ասեք մեզ։ Նախկին դարում է եղել, նախկին դարում է եղել, դրա համար էլ մենք տենց դարերի միջով գնում ենք հաղթական, թող պարոն Սահակյանն ասի, ինչպես սկսվեց ընդհանրապես, մենք նույն ինստիտուտն ենք ավարտել, թատերականի նույն բաժինը։ Նույն բաժինը, ինքը իհարկե մի քանի տարով բարձր է ինձնից, ամեն ինչով բարձր է։ Ու այդպես 90-ականների կեսերից առաջին անգամ որ համագործակցենք, դա ներկայացնում է, որոնց մասին ես շատ չեմ սիրում խոսել, ես չեմ սիրում, բայց ուրիշները սիրում են, Խաթաբալադան էր առաջինը։ Հետո ի մասին ինքը թող ասի։ Դե պարոն Սահակյան, դուք ասեք։ Խոսքը ձերն է։ Ես առասարակ կենթանի հեղինակների հետ գերադասում եմ չաշխատեի, որովհետև բանը գլխացավանքը շատ է։ Նրանք ունենում են իրենց կարծիքը, որը որ պիտի մոռանան։ Նրանց հետո երբ որ գործը տրվում է արտադրություն, բայց Վահրամը այդպես չէ։ Շատ խելացի է դիմադրում, էլ այդ ամիջին դիմադրում, տեսնում արդեն իմաստ չունի, էլ չի դիմադրում։ Մի խոսքով ստացվեց, ես հիմա կարող եմ ասել, որ Վահրամ Սահակյանի երկերի լիակատար ժողովածուն ես բեմադրել եմ, դա տենց հատ դասավորվի, իմ կյանքն էլ տենց դասավորվեց, բայց բանը, գիտեք ինչ կա, մեկս մյուսին լրացնելով, մենք այս կյանքի բոլորս էլ քաշված ենք, և տենց իրար լրացնելով, իրար պաստալով, մեր այլ խմբում կա Արմենա Համբարձումյան, այս խմբով թարմություն է մեզ համար, հիմա մենք թարմ կյանք ենք վայելում, ոնց որ թե այս դերասանական խմբով, իհարկե Ավոյի հետ աշխատել ենք մի ներկայացում։ Այլ Վահրամ Սահակյան, հա, իմիջիալից այդտեղ բան կար, երկու ընկեր չհաշված կյանքը, ժանգոտ բանալի, շատ բաներ կար։ Միայն այս չի, լիակատար ժողովածուն, ինչ գրում է, բերում է։ Այդպես, չէ։ Իսկ դերասաններն էլ է պարոն Սահակյանը առաջարկում, թե դուք եք։ Երբ որ, չէ, գիտեք, ես պիտի Օրինակ, ես գրել եմ, ես պատկերացնում եմ, որ Ավոն պիտի։ Ասում եմ, բայց ես պիտի համաձայն լինեմ այդ։ Որովհետև գիտեմ, որ պետք է փոխվի։ Ես պիտի համաձայն լինեմ այդ դերասանական խմբի հետ, որովհետև մարդը կա, որ ես ուղղակի չեմ տանում, չեմ կարող նրանից ինչ-որ բան նրա շուրջ մտածել ինչ-որ բան։ Դրա համար կոնսենսուսով ենք պարլամենտական բառ ասեմ, էլի։ Դրան հասնում ենք կոնսենսուսով, որ երկուսս էլ համաձայն ենք, երկուսս էլ այդ բանը կա, կոմֆորտը կա նրանց հետ աշխատելու։ Պարոն Սահակյան, իսկ այս ներկայացումը ինչով է տարբերվում մյուս ներկայացումներից, այո, որովհետև երբ որ մենք խոսում ենք։ Սա ուրիշ, գիտեք ինչ կա, թեմաները նկատի ունենք մոտեցմանը։ Հասկանալի է։ Այս ներկայացումները ես որ խմբին ասի, իրանք շատ երկար ու շատ նայում էին վրաս։ Ասում եմ, այս բաները ձևավորվում են սեղանի շուրջ, ընթերցման շուրջ, ինքը ինչ պիտի լինի։ Խաթաբալադան անելու, մենք չգիտենք ինչ ենք անում։ Մենք ուղղակի անում ենք մի բան, ընդ որում մասնավոր փող ամեջը դրած, որը որ պիտի վերադարձվի, բան, ու չգիտես ինչ ես անում։ Այ ինքը տեսակ է ստեղծվում, ես բան չհնչի, տենց ես ինչ։ Բայց Mea culpa ինչ է դառնալու։
Վերջի դառնում է այն ինչ որ պիտի դառնա, ժանգոտը ինչա դառնալու, նա հնարավորություններ մյուզիկլ դարձավ։ Հիմա սա էլ ինքը իր հետ բերում է գրել է մարդը։ Հիմա լավ ոնց տակից դուրս գանք։ Ու սկսում ես զոր տալ ուղեղից։ Եվ նաև իհարկե դերասանների շնորհիվ, որտեղ այդ խմորումները երբեմն նաև նոր լուծումները գալիս են հենց դերասանի ներքին այդ պահին ինչ որ մի ժայթքում է լինում եւ միանգամից արդեն երևի թե սկսում է պատկերավոր կերպով այդ հյուսվել ներկայացումը, որը մինչ այդ կարող է չէիք պատկերացնում։ Դերասանը այս պահին տաղանդավոր դերասանական անձնակազմ եք ընտրել, վստահաբար շատ չկա թատրոն գոյություն չունի, ինչքան էլ հմուտ լինի ռեժիսորը, առանց դերասան թատրոն գոյություն չունի եւ դերասանը թատրոնի այդ գարմոնիայի մի մասն է։ Պիտի լինի գարմոնիայի մի մաս, իր համար պիտի այդ ամեն ինչը հակացուցված չլինի։ Եվ բնականա դերասանն է տանելու այն, ինչ որ մենք հորինել ենք, բստերել ենք եւ դրա համար ամենակարևոր դետալներից մեկը դա դերասանն է, դետալներություն հոգիներից մեկը։ Բա ինչ։ Ես ուզում եմ այդ ձեզ հարց տալ, Գևորգ, որքան ժամանակ եք աշխատել ներկայացման վրա, ինչ հետաքրքիր փորձառություն եք ունեցել այս անգամ, որովհետև առաջին անգամ չեք, չէ՞ միասին աշխատում։ Մենք Վարամի հետ Միշտ աշխատել 7800 թվականից աշխատել ենք եւ Արտուրի հետ էր Մեակորբայում էր։ Դե այս ներկայացման վրա արդեն 3 ամիս է աշխատում ենք, քիչ է։ Քիչ եմ ասում, մարտից, հա։ Մարտից ահագին է ստացվում։ 7 ամիս։ Իսկ ներկայացումն էլ է ահագին։ Շատ տարբեր կերպարներ։ Երկու գործողությամբ կարծես թե չէ։ Երկու գործողություններ եւ մի բան ասեմ կապված պրեմիերայի հետ, ես այդ փորձից գիտեմ, որ շատ մարդիկ հանդիսատեսներ գալիս են ներկայացումը դիտում են բազում անգամներ։ Ու միշտ ասում եմ, այ պրեմիերային պրեմիերային սենց էր, հետո եղավ սենց, հետո դա հենց թատրոնի առավելությունն է։ Եթե պրեմիեր գալիս մենակ առաջին ներկայացմանը սենց բան կար, հիմա չի չկա կամ այն ժամանակ չկար, հիմա կա։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ պրեմիերայի առավելությունը հենց դա է, պրեմիերայի ժամանակ մարդիկ կտեսնեն ճիշտ է կարող է 15 րոպե երկար տևի։ Ինչ անենք։ 15 րոպե, ասենք, 10:40 գնայիր տուն, 11-ին 5 պակաս գա։ Ներողություն եմ խնդրում, պարոն Սահակյան, այո, այս պահին պետք է գովազդային ընդմիջում անեք, որովհետև խոսակցությունը շատ թեժ է։ Կրկին բարելույս, այո, մենք հետաքրքիր զրույց ենք սկսել եւ այժմ շարունակում ենք, խոսում ենք ֆարս մաժոր ներկայացման մասին, որի պրեմիերան կլինի շատ շուտով։ Մեր տաղավարում են Արթուր Սահակյանը, Վահրամ Սահակյանը, սիրված դերասաններ Ավո Խալաթյանը եւ Գևորգ Մինասյանը։ Թեժ քննարկումներ են։ Շարունակենք ու մենք ինչի վրա կանգ առանք։ Երբ խոսում ենք, թե ինչքան ժամանակ եք աշխատել ներկայացման վրա, ինչ պրոցես եք անցել, այս շարունակենք դրա մասին խոսել։ Երբ որ Գևորգին ասեմ ինքը կասի։ Երբ որ ասեցիք ես եմ մտածում գրում դերերը պատկերացնումով խաղա, սկզբում ես պատկերացնում էի շատ Գևորգին։ Գևորգը շատ հիմնական դերեր է վրա։ Պատկերացնում էի Գևորգին, դեռ կա այլ մոլորակային, անունը Սիրիուս ինքն է։ Դա չփոխվեց, բայց հետո տրթատ Գ արքա կա, որ Ռիփսիմեին ցանկացել է եւ այլ։ Դա էլ Գևորգը, բայց հետո ես չգիտեի, որ Արթուրի միջնորդությամբ եւ նրա անբանով Սասնա Դավիթի դերն էլ ընկավ Գևորգի վրա։ Սասնա Դավիթի դերը խաղում է Գևորգը, իսկ Վերգոն, չասեմ ինչպիսի Վերգոն, խաղում է ինչ անող։ Ինչ գերադասող, հավոն, բայց մեզ մոտ փակագիծը բացեմ, Վերգոն շատ դրական, շատ խելոք, շատ բարական։ Իսկ Դավիթը դե ասենք ինչ ասեն։ Ինքը մարմնավորում է ժողովրդին, ոնց կարա խելոք մարդել։ Ոնց եք կարողացել այս կապը շարունակել անցյալի, ներկայի, գուցե նաև ապագայի հերոսների մեջ, ոնց եք այդ կապը ոնց դեռ չենք կարողացել։ Դեռ կարողանում ենք։ Անցած անգամ պարոն Սահակյանը իմջելուց ասեց, որ ես գիտեք այդ ինչքան է տպավորվել իմ մոտ, որ ասացիք կգաք ներկայացումը կդնայեք, այդ ժամանակ նոր կիմանաք ինտրիգը, 3 Z-երի ինտրիգը։ Հա, այդպես չասեք, այսօր էլ չասեք։ Ինտրիգի մասին Արթուր ընդհանրապես արկել է խոսել, ինտրիգել չի, էլ ինչ հնարած օրենք, մի հատ թատերական նոր օրենք է, որը կաշխատի եւ մարդիկ տակ տեսնեն ու մենք դրա մասին չենք ուզում խոսել, Գևորգ։
որպես ասենք թատրոնում այս անգամ որ եկել ես փորձերի, ինչն է քեզ դուր եկել այս ներկայացման մեջ, ասենք ընդհանուր։ Պարոն Սահակյանն է արդեն հարցերը։ Ես եմ ընդհանուր։ Ես սիրեմ։ Եթե ձեզ էլ է դա հետաքրքիր շատ։ Ես կարող ասեմ, որ դուր եկել եմ, որ շատ կերպար եմ խաղում։ Հասկա 3 կերպար եմ խաղում մեջը։ Այս մեծ տարիքին տենց մաներ, Զառամյալ եւ ասեմ Զառամյալ տարիքին արդեն տենց բայց Նոյան Տապանում եղել է պատմիչ, Նոյան Տապանում եղել է բլոգեր, որի անունն է Սանատրուկ, այ ինքը Սանատրուկն է գալիս է, բայց ինքն էլ է ուրիշ ժամանակ, Նոյան Տապանում է, բայց ինքը 17-րդ դարից է, Մոցարտի ժամանակներից, այդպես բաներ, իսկ Ավոյի կերպարները հիմնական էլի ասել ենք Ավոն խաղում է դրական կերպարներ, որ ծանր է եւ թակավորական, ասենք Արտավազդ B, որը հանձնվել է, գիտեք, Լուսավորիչ, Ավո Լուսավորիչի դերի, Գրիգոր Լուսավորիչի դերի մասին ինչ կասես։ Բոլոր դերերը, որովհետև ոնց հասկացանք, գործողությունները կատարվում են տիեզերքում, Նոյան Տապանում, Հին Հայաստանում, հետո Նոր Հայաստանում։ Չէ, Հին Հայաստանում երկու անգամ, մի հատ Արտավազդի ժամանակ Տիգրան Մեծիձյան, Տրթատգեի ժամանակ եւ հետո գալիս է պետականությունը կորցնելու պահը, դա համեմատում է մոտարապես ընկնում է Սասունցի Դավիթի, Վերգոյի, Ձենովանի։ Ավելի շատ հետաքրքիր է այս ժամանակային անցուդարձի մեջ ձեր տարբեր կերպարներ, տարբեր ժամանակաշրջաններ կարողանում եք հերթ գնալ, գալ։ Իր շնորհիվ լավ դրամատուրգիայի ու լավ բեմադրիչի եւ լավ կոլեկտիվի իհարկե կարողանում ենք, փորձում ենք, փորձի շնորհիվ, որովհետեւ ամեն ինչ փորձի արդյունքում է, շատ փորձելու մեջ լինելու նվիրվածության կենտրոնացման արդյունքում իհարկե ստացվում է եւ լավ ներկայացում է լինելու բոլորի համար, ինչպես նշվում է գովազդում, վարպետի ձայնով, բոլորի համար է, թվում է թե առաջին հայացքից շատ ընկալելի հումոր է, շատ հասանելի, բայց շատ խոր ենթատեքստով, շատ վահրամական սուր համեմատությամբ, զուգահեռներով, այսպես շատ խոր է ներկայացում է եւ շատ մեծ ասպես մեսեջով խորհուրդ կտամ բոլորին չեմ սիրում խորհուրդ տալ կյանքում չեմ սիրել բայց հա եկեք անպայման դիտեք որովհետև մեծ բան բաց թողած կլինեք քաղաքական չի չնայած մեր ժողովրդի գենետիկ բանի բրակի որ ամեն ինչ նույնականացնում է սերիալները ինչի ունեն մեծ հաջողություն նախ առաջին որ ուրիշի կյանք է եւ հետո կարողանում են նույնականացնել իրենց շրջապատի հետ ամեն դեպքում մենք չունենք բրծում կարող է լինեն այդպեսի ուրեմն նույնականացումներ բայց չնայած որ ամեն ինչ քաղաքականացված է այսօր մեզ մոտ երկրում ամեն ինչ ու դա շատ վատ է մենք փորձել ենք չքաղաքականանալ եւ հա լինել այդ չլինել քաղաքական եւ լինել շատ սուր միաժամանակ լինել շատ հումորով չմոռանանք որ գործը նվիրվում է Արամայի Սահակյանի հիշատակին ու սա ավելի քան լուրջ է Եվ պատասխանատու մոտեցումը եւ ինքը իր ասելիքը, իր դրամատուրգիան, իր կշիռը, իր բեմադրությունը, խաղը եւ Առաջարկում ես բայց անոնսը դիտել։ Քանի որ խոսեցինք, առաջարկում դիտել եւ հեռուստադիտողը կիմանա նաեւ թե երբ տոմսերը ինչպես ձեռք բերել եւ նաեւ կծանոթանա կերպարներին բոլորակի։ Այո։ Դիտենք տեսահոլովակը։ Պրեմիերա Տիեզերք Սիրիուս եւ Սիրիուշ, Նոյնահապետ եւ որդիներ, Արտավազդ B, Հայի Պաթոս եւ Ցենտուրիոն Ճարպիկուս, Տրթատ G, Ռիփսիմե, Խոսրովադուխտ եւ Գրիգոր Լուսավորիչ, Սասնա Դավիթ, Ցրրան Վերգո եւ Քույրիկ Ջալալի, ինչպես նաեւ 18 այլ կերպարներ ֆարս մաժոր տրագիկոմեդիայում, դերերում աննման դերասաններ, հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, ֆարս մաժոր, նոր տասնամյակի տրագիկոմեդիան նվիրվում է Արամայիս Սահակյանի հիշատակին։ Այո, դիտեցինք, ես վստահ եմ, որ հանդիսատեսը մեծ ուրախությամբ ու մեծ սպասելիքներով կգա ու այդ սպասելիքները կարդարացվեն, պարոն Սահակյան։ Ես, պարոն Սահակյան, ձեզ եմ այս անգամ ուզում դիմել, դուք
իրար կողքին։ Միշտ ես կարծում եմ, որ այնպեսի հարց եմ տալու, որ վստահ եմ, որ դուք երկուսդ էլ կարող եք պատասխանել։ Դուք մեր այն արվեստագետներից եք, ովքեր չեն լռում եւ խոսում են այն կարևորի մասին, որը միշտ ճիշտ ժամանակին է հասնում ու միշտ ճիշտ ժամանակին է տեղի ունենում։ Այս ներկայացումը ինչով է կարևոր ու ինչ ասելիք ունի այս ներկայացումը հենց այս իրավիճակում։ Թատրոնի լեզվով դուք հարցնում եք բանը ֆաբուլան։ Թատրոնի լեզվով փորձում ենք հասկանանք այդ հայի ինքնաոչնչացումը, որտեղ այդ կնոպկին որ անջատենք։ Այդ որտեղ է դրած այն, ինչը մեզ անընդհատ խանգարում է։ Լինել երջանիկ, լինել լիարժեք, լինել մեր հնարավորություններին համապատասխան եւ գնահատել ինքներս մեզ։ Այդ որտեղ է դրած այդ կնոպկան որտեղից է։ Հիմա սա այդ հետազոտության տենց հետազոտություն գիտական լեզվով չէ, արվեստի, թատրոնի լեզվով։ Հիմա փորձում ենք այդ եւ օգնենք մեզ կողմնորոշվել այ ինչն է մեզ փչացնում։ Էսա ու երևի թե դա պիտի հասկանանք, մեր ներկայացումները պատասխան չունեն, մեր ներկայացումները ունեն պատասխան չկա։ Չէ, եթե ներկայացում ունեն պատասխան, դա լեկցիա է, ներկայացում չի։ Ներկայացումը պիտի բորբոքի այդ բանը, որ դու կարողանաս ինքդ քո մեջ փտրես, ինքդ քեզ շտկես, եթե հակված ես դրան, ինքնաանալիզի հակված ես եւ ինքնակննադատության հակված ես։ Հիմա կարծում եմ, որ սա էլ է այդ թվից։ Այստեղ մի քիչ ավելի հայացքը էլի բոլոր ներկայացումներում էլ ներս է դարձված էլի, որովհետև այդ դուրսը պատճառաբանությունը դրսի միշտ կա ու կա, բայց ներսը ինչի է այդպես որ դուրսը քո վրա կարողանում ազդի, այդ է խնդիրը։ Հիմա սա էլ մի այդպիսի հետազոտություն է, որտեղից է այդ բանը, այդ ինչի մենք այսօր ամենաերջանիկը չենք։ Տրագիկոմեդիան շատ հետաքրքիր ժանր է, դրա միջոցով նաև հանդիսատեսը ծիծաղում ու լացում է ներքուստ կամ տխրում է ներքուստ այս երկու ժանրերի միացությունը։ Ինչպես է կարողանում արտահայտվել այդ տարբեր ժամանակաշրջաններ եք անցնում, բայց ինքը տրագիկոմեդիա է, այդ բոլոր հերոսներն են ապրում նաև դա, թե ուզած-չուզած հանդիսատեսն է ապրում այս ժանրի։ Օրինակ, ես 100%-ով գիտեմ, որ Ավոյի մենախոսություններից հետո մանավանդ լուսավոր չի եւ նաեւ Արտավազդի երազում հայտնվում է Տիգրան Մեծի շատ հետաքրքիր երկուսն էլ ինքն է խաղում։ Դրան հաստատ մարդիկ կհեկը կան։ Մանավանդ տրագիկոմեդիա ժանրը հասկացողները։ Ինչ վերաբերում է մեսիջ բառին, ես ուզում եմ ասել, որ այսպիսի ներկայացումները չեն կարող ունենալ 1 անգամ, 2 անգամ 5 մեսիջ։ Ինքը ընդհանուր առմամբ տարբեր է լինում։ Օրինակ ասենք, երբ որ Արտավազդը պետք է հանձնվի այդ տեսարանը փակագիծ բացեմելի ներողություն, բանը եւ ասում եք եկեք հարցնենք մեր բնակչությունից, գալիս է այդ բնակչությունը մի հոգի է, ինքը այստեղ չկա Էդգար Անդրեասյանը, բանը տենց նախամարդու շորերով, սամ Բադրջանները կախած, բիբարները, ասում եմ հիմա ասում եմ սենց բան Մարկ Անտոնիոսն եկել է, որ մեր Արտաշատը վերցնի, ես Արտաշատ եմ ուտում։ Ես ուտում եմ Բադրջան, ուրց, մանկուց եմ սիրել ուրց։ Ես ուտում եմ, եթե քո ասած այ արքա, այդ Անտոնիոսը գար իմ Բադրջանի կամ Աստվածչյանի դդմիկի հետևից, ես կհելնեի կայքայ, բայց ինքը այդ մեսիջներից մեկն է, դարերով իրանք չեն հասկանում, որ այդ Բադրջանը, որ դու ուտում ես, դա հողից ես վերցնում։ Եվ այդ հողը եթե տակից հետ գնա, քո պատճառով, դու այդ Բադրջանը չես ուտելու, բայց մեկը մինչև օրս դա չեն շատ ու շատ մարդիկ չեն հասկանում։ Եվ էլի շատ բաներ, մանավանդ ես ներկայացման մեջ խոսում եմ այդ գորգորալու սովորության, մենք պաթոսը մեր երկիրը, մեր հայությունը։ Կա նաև այդ կերպար, չէ՞, հայի պաթոս։ Հայի պաթոսը Արման Ղազարյանն է, հիմա չկա այստեղ չի, չկա, չէ՞։ Չկա, բայց կերպարը այստեղ է։ Ամեն դարում այդ պաթոսի ամբողջ աշխարհի այ ասում եք մեսիջ պատմության մեջ ոչ եվրոպական պատմության ոչ ամերիկյան նորագույն չի եղել այդպես բան որ բանը թագավորները միայն կամ հանձնվեն կամ կռվեն մեռնեն կամ նահատակվեն իրենք եղել են քաղաքական դիվանագիտություն խարդավանքներ, թունավորումներ, սպանություններ, որպեսզի երկիր պահեն այդ մարդիկ։ Սրանք չէ, սրանք միայն այդ գալիս է պաթոսը եւ Արտավազդին ասում Արտավազդ, դու պետք է զոհվես, որպեսզի քո անունը մնա, որ դու ասեն դու բրկեցի ժողովրդին։ Դու որպես փյունիկն ասել եմ, չէ՞, ասում եմ, բայց զոհվի արքան, բայց չկա ունի։
Ատամ մի արկա կորկ։ Ու սենց գնում է դայրով մինչև ասում եմ սրա մելիքին պիտի կիսես Դավիթին ասում։ Քանի որ դուք արդեն պարոն Սահակյան պատմեք ամբողջ ներկայացումը մենք այստեղ։ Արդեն բայց երևաց թե դուք հենց հասակ երկրորդ գործողությունը մենք արդեն ստոպ ենք տալիս։ Այստեղ եկեք շարունակենք վարակույր ալու։ Այնքան բան կա սրա մեջ, որ ես այստեղ մի ժամ էլ խոսեմ, էլի։ Դե ուրեմն Պարոն Սահակյան, բայց ձեր խոսելու ձևից արդեն հասկանալ թե ինչպես է գրում։ Դե հա, Այդ նույն ձախով։ Ես պատկերացնում ձեր փորձերը ինչքան հետաքրքիր են ասում ու ինչքան հումոր կա ձեր փորձերի մեջ։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, պարոն Մինասյան, ինչով է առանձնանում ֆարս մաժորը ձեզ համար, որովհետև mea culpa-ում եք խաղացել նաև այլ գործերում, ինչով է այս ներկայացումը առանձնահատուկ։ Բացի նրանից, որ մի քանի կերպար եք խաղում։ Գիտեք, աստորեն այլ մոլորակից, նոյան տապանից, տարբեր կերպարներ հետաքրքիր է, տարբեր արքա, ասենք նոյան Սասունցի Դավիթ, կերպարներն է տարբեր եւ խաղավոճն է տարբեր։ Այդ դրանով առանձնանում։ Ասում միա կորպայի մեջ ասենք երկու դերեր խաղում, ասենք քո դերներ խաղում էր, քիչ էր։ Այնտեղ քիչ էր։ Մասշտաբի չէր։ Մասշտաբ, չէ, մասշտաբի էր էլի, բայց էլի մի քանի դեր ընդեղ էր շատ, բայց ասենք այդ ձև չէ։ Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ դարերի փոփոխություն է տեղի ունենում։ Ամենասիրելի կերպարը ո՞րն է։ Դատը։ Հասկանալի։ Սասունցի Դավիթն Ես է անկեղծ եմ ասում, այնքան հետաքրքիր յուրահատուկ ինտրիգ կա ձեր խոսքի մեջ, որ անկախ մեզնից մենք որպես սովորական հանդիսատես ուզում ենք գալ նայել։ Ես առաջարկում եմ եւս մեկ անգամ Խոստովանի, որ պարոն Սահակյանն է ինտրիգը։ Այո, իհարկե։ Հենց մի փոքր շահում ենք ուրիշ բանի խոսում, մի հատ մի բան ասում, որ էլի ինտրիգա, այո։ Այո, ես առաջարկում եմ եւս մեկ անգամ դիտենք տեսանյութը, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Պրեմիերա։ Տիեզերք, այլ մոլորակայիններ, Սիրիուս եւ Սիրիուշ, Նոյնահապետ եւ որդիներ, Արտավազդ Բ, Հայի Պաթոս եւ Ցենտուրիոն Ճարպիկուս, Տրթատ Գ, Ռիփսիմե, Խոսրովադուխտ եւ Գրիգոր Լուսավորիչ, Սասնա Դավիթ, Ցրրան Վերգո եւ Քույրիկ Ջալալի, ինչպես նաեւ 18 այլ կերպարներ ֆարս մաժոր տրագիկոմեդիայում, դերերում աննման դերասաններ, հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ֆարս մաժոր նոր տասնամյակի տրագիկոմեդիան նվիրվում է Արամայիս Սահակյանի հիշատակին։ Այո, նոր տասնամյակի տրագիկոմեդիան, ինչպես ասեց պարոն Սահակյանը, պարոն Արտուր Սահակյանը, մենք ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել ներկայացման օրերի մասին, հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ինչպես ձեռք բերել տոմսերը, պարոն Սահակյան։ Ինձ հարցրել են, որ կարող ենք արդյոք նաեւ բացի Տոմս Արկղայեմից թատրոնից վերցնել։ Ես կարծում եմ, որ վերջին 2 օր մենակ եթե Տոմս լինի, թատրոնում կլինի, որտեղ մարդիկ կան ինտերնետից, հիմա ինտերնետում այդ ո՞ց էր անում։ Այո, on-line։ Տոմս Արկղայեմ, հա, այնտեղ վարս մաժոր գտնում են ու բանը պատվիրում են։ Ես չեմ կարծում, որ այդպես խնդիր կա Տոմսերը վարժել։ Ես վստահ եմ, որ պիտի հանդիսատեսը արագացնի, որովհետև Տոմսերը արագ են սպառվում։ Շատ շնորհակալ ենք։ Այո, կարեց Արտուրը կողքից, ասաց Վերգոն որ տենց ենք ասում, ասաց ես էլ ավելացնում եմ, Տրթատ Գ եւ Վերգո Ց։ Այդտենց է ստեղծվում ինչ-որ բաներ։ Շատ հաճելի է ձեզ հետ օրը սկսել, նախ նման տաղանդավոր արտիստներին մեր տաղավարում հյուրընկալելը մեզ համար պատիվ է, շատ շնորհակալ ենք, որ եկաք, շնորհակալ ենք, որ սկսեցիք օրը մեզ հետ, ձեզ հաջողություններ ենք մաղթում, թող ներկայացումը անցնի բուռն ծափահարություններով, ինչպես միշտ, որտեղ այլ տարբերակ չի լինում ձեր պարագայում։ Կարևորը որ պետք գա։ Այժմ բարի ծառայություն։ Շատ շնորհակալություն։ Ձեզ բլբլթան երացող փորձեր։ Բլբլթան երացող փորձեր։ Տոմս Արկղայեմից ձեռք բերեք տոմսերը կամ էլ թատրոնի Տոմս Արկղից համեցեք ներկայացման օրը գնեք կամ ներկայացումից 2 օր առաջ։ Դե ինչ, մենք առաջարկում ենք շարունակել մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին դիտենք գովազդ։ Այո, կրկին բարի լույս ենք ասում ձեզ։ Ինչ լավ է, չէ՞, ամեն առավոտ ասում ենք բարի լույս, ինչ լավ։ Եվ օրը քանի անգամ, ամեն առավոտ քանի անգամ ձեզ ասում ենք բարի լույս, բարի առավոտ, եւ իսկապես թող որ ինչպես ասում են խոսքը ուժ ունենա եւ բարի լինի, այո։ Այս պահին սիրելի հեռուստադիտողներ, մենք ցանկանում ենք տեղափոխվել խոհանոց, բայց ցանկանում ենք նաեւ հիշեցնել մեր շատ սիրված, այո, գործընկերոջ մասին, ինչպես գիտեք, Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս մեզ համար էլ ավելի
համեղ է դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն՝ մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Հիմա շարունակում ենք մեր հետաքրքիր եթերը եւ այս պահին տեղափոխվում ենք Խոհանոց, տեսնենք ինչ է կատարվում այնտեղ եւ ինչ մանրամասներ մեզ կներկայացնեն Սաթենիկը եւ Էլիզան։ Բարի լույս, իրականում, քանի որ մեր հյուրասրահի զրույցը այնքան հետաքրքիր էր, մենք ոչինչ չէինք անում, զրույցն էինք վայելում Էլիզայի հետ միասին եւ իհարկե քանի որ կարճ ժամանակահատվածում պատրաստվող նախուտեստ է առաջարկում, դրա համար ձեռք չենք տվել։ Հիմա ձեր աչքի առաջ մենք կասենք ինչ բաղադրիչներ են հարկավոր եւ ինչպես է պատրաստվում։ Սաթենիկ մեզ անհրաժեշտ էր ռիկոտա տեսակի պանիր, արմավ, ընկույզ։ Ընկույզը մենք մի թեթև բովել ենք, այնուհետև հավաքել ենք մեկ արմավի մեջ, այսպես տարբերակով, եւ սա տեղափոխելու ենք ջեռոց, այո։ Իսկ այստեղ արդեն մենք ռիկոտա տեսակի պանիրը հուշիր Սաթենիկ ռուկոլայի հետ միասին խառնել ենք, այո։ Այստեղ աղ պղպեղ ինչպես հասկացա չկա։ Մեզ անհրաժեշտ է մի փոքր աղ ենք ավելացնելու, արդեն ջեռոցից հետո որ հանենք արմավները, տեղափոխելու ենք այստեղ եւ վերջ, պատրաստ է։ Այդ դեպքում թույլ տուր ես տեղափոխեմ ջեռոց։ Այո։ Հո, ներքևի հատվածի այդ տապակը կտաս, խնդրում եմ։ Այո, սիրով։ Որպեսզի տապակի վրա դնենք, մի քանի րոպե ենք թողնելու, ի դեպ բարձր ջերմաստիճանի վրա է դրված մեր ջեռոցը, քանի որ աստիճանի վրա թողնեմ։ Կարելի է հենց այսպես ամենաբարձրի վրա թողնել, կարևորը որ ընդամենը 5-7 րոպեից հանենք, այստեղ մեզ անհրաժեշտ է։ Այո, այո, այստեղ մեզ անհրաժեշտ է որ արմավը փափկի, որովհետև մեր ռիկոտա տեսակի պանիրը շատ նուրբ է եւ փափուկ է, այսպես բերանի մեջ հալչելու հատկություն ստանանք եւ իհարկե վայելելու ենք այս համադրության հետ միասին։ Նշեցինք նաեւ որ եթե ռիկոտա տեսակի պանիր չունեն, կարող են ֆետա տեսակով Նաեւ փոխարինել։ ես ցանկանամ ավելացնել փոխարինել կանցնաշորն էլ կհամադրվի, Սաթենիկ, ես իհարկե շատ էլի կրկին օգտակար կլինի, կարևորը այդ սպիտակուցի մակարդակն է, որը որ պահպանում է։ Ճիշտ պահն է, խոսում ենք աղից, համեմունքներից, մառանիկ։ Իդեպ աղ է առաջարկում նաև մառանիկ մեր գործընկերը զիպ տարբերակով է, որ կարող եք այսպես փակել, մենք օգտագործել ենք, փակել ենք եւ դրել եմ մի կողմ։ Ձեր էկրաններին է մառանիկի կողմից առաջարկված պրոդուկտ ամբողջությամբ ես էլ սիրով ներկայացնեմ, ասելով հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն՝ մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այստեղ դու ավելացնում ես նաև արմավը, որը մեկ հատ թողել է։ Այո, այսպես կավելացնենք, բայց այստեղ նաև շատ հաճելի կհամադրվի նուրը Սաթենիկ, նախ էլ ավելի գեղեցիկ կլինի։ Նռար հատիկները կարմիր, շատ գեղեցիկ կհամադրվեն կանաչի հետ եւ օգտակարությունը կբարձրացնենք հատկապես հակաօքսիդանտ հատկությունը, նաև շատ այսպես համեղ կլինի, կարծում եմ։ Այ մենք խոսեցինք նաև ընկույզի օգտակար հատկությունների մասին, հիմա աշունը էլ ավելի անհրաժեշտ են մեզ վիտամիններ, եթե ընկույզ մեր ձեռքի տակ կա, չկա, ինչ կարող ենք փոխարինել։ Շատ կարճացեք, ես էլ ներկայացնեմ մեր գործընկերոջը արդեն։ Սաթենիկ, կարելի է այստեղ, ես այսօր անգամ մտածում էի հենց նուշ եւս բերել, նուշը էլ ավելի օգտակար, այո, նաև շատ հաճելի կհամադրվեր։ Ունենք հեռուստադիտողներ, ովքեր սիրում են լավ ուտել, հագենալ։ Զանգեզուրը թռչնաֆաբրիկայի առաջարկում է հավեր, մեծ, փոքր, միջին չափերի, դուք ինքներդ կարող եք ընտրել, որ չափն եք ուզում, ասեմ, որ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Այժմ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի մսամթերքը հասանելի է նաև Երևանում։
Այցելեք նոր մասնագիտացված խանութը Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեում, վայելեք մաքրության որակի իսկական համի միաձուլումը եւ ասեմ, որ Սյունիքի մաքուր լեռներից բերված մսամթերքը անմիջապես ձեր սեղանին։ Նշենք, որ ներկայում արտադրանքը վաճառվում է հին փաթեթավորմամբ, իսկ առաջիկայում սպառողին կներկայացվի նոր ռեբրենդավորված տեսքով, առավել արտահայտիչ եւ մեր լեռնային մաքրությունը ընդգծող փաթեթավորմամբ։ Ես գնամ հանեմ ջեռնոցից, որովհետեւ հաշված րոպեներ էր հարկավոր, որպեսզի մենք ներկայացնենք գործընկերներից խոսքը փոխանցեմ, նրանք արդեն պատրաստ են, քանի որ ժամանակը շատ սուղ է եւ արագ է ընթանում։ Սա շատ շնորհակալ ենք, իսկապես։ Ես արդեն զգում եմ այդ յուրահատուկ բույրերը, բայց քանի որ խոսեցիր, թե ինչքան կարևոր է, այո, մսամթերքը առհասարակ եւ հատկապես հավի միսը, ես ուզում եմ եւս մեկ անգամ մենք ներկայացնենք մեր գործընկերոջը, Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը, որը պատրաստված է բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Այժմ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի մսամթերքը հասանելի է նաեւ Երևանում։ Այցելեք նոր մասնագիտացված խանութը Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեում եւ վայելեք մաքրության, որակի եւ իսկական համի միաձուլումը։ Սյունիքի մաքուր լեռներից բերված մսամթերքը անմիջապես ձեր սեղանին։ Նշենք, որ ներկայում արտադրանքը վաճառվում է հին փաթեթավորմամբ, իսկ առաջիկայում սպառողին կներկայացվի նոր ռեբրենդավորված տեսքով, առավել արտահայտիչ եւ մեր լեռնային մաքրությունը ընդգծող փաթեթավորմամբ։ Հիշեցնենք, որ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքի առաքումը ամբողջ Երևանում անվճար է։ Պարզապես պետք է զանգահարել 041 01 01 42 հեռախոսահամարով։ Այո։ Դե կարծում եմ, որ առհասարակ եղանակային փոփոխություններից, տարբեր իրադարձություններից հետո, այո, մեզ պետք է մի փոքր հոգեբանական աջակցություն եւ նաեւ հոգեբանական ու հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ նորություններ, ինֆորմացիաներ։ Ինչը 21-րդ դարում դարձել է իսկապես ժամանակի հրամայականը, մեզանում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր խնդիր ունենա անհատական մոտեցում, անհրաժեշտ է ժամանակին դիմել եւ խոսել մասնագետի հետ, բարձրաձայնել։ Վերջո դրա մասին, ինչը ձեզ անհանգստացնում է, որովհետեւ դա ներս գցելը շատ ավելի վատ բան է, ինչպես ասում են։ Չէ, մեծեր, այո, շատ ներս մի գցիր, հետո քեզ կվնասի։ Այ դրա համար էլ այո։ Հենց նման մարդիկ են, ովքեր որ կարող են ձեզ օգնել, որպեսզի դուք արտահայտվեք։ Հոգեբան Իրենա Մաթևոսյանն այսօր անդրադարձել է հոգեբանական կարևոր հարցերից մեկին, որի պատասխանն կլսենք հենց հիմա։ Բարի լույս։ Բարի լույս։ Ծնող երեխա փոխհարաբերությունները այն կարևոր հիմքն է, որի վրա կառուցվում է երեխայի անձը։ Եվ այս փոխհարաբերությունները կարող են լինել եւ անսահման ուժի եւ էներգիայի աղբյուր, եւ նաեւ ներքին հակասությունների պատճառ։ Շատ կարևոր է, որպեսզի երեխան ունենա հստակ դրված սահմաններ, սակայն նաև կարևոր է, որպեսզի սահմանները լինեն ճկուն, քանի որ երբ սահմանները չափազանց խիստ են, սա կարող է առաջացնել երեխայի մոտ ներքին հակազդումներ եւ նաև ագրեսիա։ Իսկ սահմանների պակասը կարող է երեխայի մոտ առաջացնել տագնապայնություն, անորոշություն եւ անկայունություն։ Նաև շատ կարևոր է, որպեսզի մեր երեխաները կարողանան ապրել եւ ճանաչել իրենց հույզերը, եւ սրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք չպիտակավորենք երեխաների հույզերը։ Կարծում եմ բոլորս նկատել ենք, որ մեր դաստիարակության մեջ կան նման մեխանիզմներ, երբ օրինակ տղա երեխան, որը երեխա է եւ ունի բնական պահանջմունք օրինակ լացելու եւ լաց է լինում, տղա երեխային ասում են դու տղա ես, չի կարելի լաց լինել։ Սրանով մենք բլոկավորում ենք երեխայի հույզը, որը կարող է հետագայում հանգեցնել բավականին լուրջ հոգեբանական նաեւ ֆիզիոլոգիական խնդիրների, ինչպիսիք են օրինակ սրտանոթային խնդիրները։ Եվ նաեւ աղջիկ երեխային կարող ենք ասել դու աղջիկ ես, չի կարելի խոսել, պետք է զուսպ լինես, պետք է չխոսես, սա նույնպես կարող է առաջացնել հետագայում լուրջ խնդիրներ եւ նաեւ ֆիզիոլոգիական, ինչպիսիք են օրինակ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները։ Նաեւ շատ կարեւոր է, որպեսզի մենք լինենք օրինակ մեր երեխայի համար։ Երբ երեխան տեսնում է հավասարակշռված ծնողի, ով չունի ագրեսիա, ով կարողանում է ճիշտ ձևով հարթել խնդիրները եւ լուծել կոնֆլիկտները, բնականաբար երեխան ցանկանում է նմանվել իր ծնողին եւ հիշենք, որ հազարավոր խոսքերի փոխարեն երեխան միշտ ֆիքսում է եւ կրկնօրինակում է մեր պահվածքը։ Լինենք սիրող ծնող, տանք մեր երեխային անսահման սեր, որը կլինի առանց պայմանների եւ վայելենք մեր երեխաների հետ ամեն րոպեն եւ վայրկյանը։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ։ Այսպես ես, Ավետը եւ Դենի։ Այո, մեր նոր հաղորդավարը, Դենի։ Այո։
Այո, բարի առավոտ ենք ասում, որովհետև մեր տաղավարը ինչպես այսօր արդեն նշեցինք, հրաշալի մարդկանցով է այսօր հարուստ եւ մենք պատիվ ունենք նրանց ներկայացնելու մեր տաղավարում։ Այո, տաղանդավոր եւ սիրված երգչուհի Կարինա Արոստամյանն արդեն մի քանի ամիս է ինչ վայելում է կյանքի մեծագույն վերկրանքը, մայրությունը, նա արդեն մայրիկ է։ Երևի թե հենց այս ժամանակ է հասկանում, որ կյանքն իրականում կյանքի իրական երջանկությունը հենց հիմա է ու զարմանում ես թե ինչպես է իր ապրում առանց այս փոքրիկ մարդուկի։ Մենք ընդհանրապես մի քանի րոպեների ընթացքում սիրահարվեցինք Դենիին։ Այսպես է երեխաները գալիս են եւ փոխում են կյանքդ ամեն վայրկյանը լցնում են սիրով, երջանկությամբ եւ իհարկե հրաշքով։ Մենք ուրախ ենք, որ այսօր հյուրընկալել ենք տաղանդավոր արտիստին Կարինային եւ իր որդուն Դենին։ Այո, հենց հիմա ուշադիր նայում է ինձ։ Դենի։ Ոչ, ինձ է նայում։ Մի րոպե ինձ էլ է նայում։ Դենի, մի պահ, սա։ Ահա։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ, Դենի ինչ խանգարենք, Կարինա շատ շնորհակալ ենք ու շատ ուրախ ենք, որ առավոտը սկսել ես հենց մեզ հետ, քո գեղեցիկ ու շատ սիրուն ընտանիքի հետ միասին։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք Դենիի հետ միասին։ Այո, Դենին առաջին անգամ է։ Չէ, առաջինը չի, բայց ոնց հասկանում ենք իր մոտ արտիստիկ խարիզմա, այնպես արտիստիզմ, խարիզմ սաղ իրար հետ կա, որովհետև ինքը այնպես է գնում եթերի, ոնց որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Ուրեմն փաստորեն ընտրության այլ տարբերակ չկա։ Կարինա, մի փոքր հիմա պատմի թե ինչպես փոխեց Դենին քո կյանքը, ինչպես առհասարակ, ինչպես են սկսվում առավոտները Դենիի հետ։ Ոյ, որ ինձ ասում էին մայրանալուց հետո ամեն բան փոխվում է, իրոք չի հավատում, որ կարա տենց լինի, ամբողջովին է փոխել մեր կյանքը, անսահման լցրել է, շատ կար ինչ-որ սենց կարևոր մի հատ սենց բան պակաս էր ու Դենին դա լրացրեց, ես վայելում եմ բառից բուն իմաստով մայրությունը, բացարձակապես զղջալով չեմ ինձ ստիպում, որ տանը մնամ, որովհետև ամբողջ 12-13 տարվա ընթացքում ես այնքան ակտիվ եմ աշխատել, թե դասավանդել եմ, թե երգել եմ, ու հիմա մի տեսակ վայելում եմ։ Այնպես չի, որ կարիերայով չեմ զբաղվում, ոչ, ուղղակի, այո, չեմ սիրում, որ ինչ-որ մի բան տուժում եմ մեկ ուրիշ բանի պատճառով, ուղղակի պետք է ճիշտ բաշխել, ճիշտ դնել նժարի վրա, այնպես որ հասկանաս այդ բան ինչն է քո համար առաջնային ու առաջնային այս բան իմ համար Դենին է, որովհետև ոչ մի դեպքում չէի ուզենա օրինակ ասել մամա, ես դա բաց թողեի, որ ինձ չէի ների, ոչ մի գործի խաթր այսպես ասած, ես չէի ուզենա բաց թողեի որդուս ամենակարևոր քաղցր տարիքը։ Իսկ չի նայում արդյոք Սինի տրակտորը, որտեվ ես նոր ուզում եմ գտնել։ Ինքը նայում է, ինքը շատ հետաքրքրացել է, ինքը սիրում է երաժշտություն, սիրում է դիտել հեռուստացույց, բայց մենք իհարկե այս պահին չենք թողնում, մենք միացնում ենք երաժշտություն առանց կադրի, որովհետև մինչև 2 տարեկան ցանկալի չի, որ երեխաները ուշադիր հետևեն հեռուստացույց։ Քանի որ ձեր ընտանիքը շատ երաժշտական արվեստագետների ընտանիք է, դու երգչուհի ես, ամուսինդ նաև DJ, խնդրում եմ ասա, արդյոք եղել են դեպքեր, որ օրինակ Դենին չքնի, կամ իրավիճակը այնքան լարվի, որ համեր կազմակերպեք տանը։ Անպայման, մեր տանը ամեն օր համեր կա։ Արդեն հասկանում եք այդ ամենակարևոր համերգի մասին։ 8 ամիս երեխան փորից մեջ լսել է երաժշտություն բեմի հետ, վրա մամայի հետ հավասար աշխատել է։ Ծնվել է փողը կիսվել եք։ Անպայման, ինքը պետքա փորից մեջ արդեն սովորեր տղամարդը, որ պետք է աշխատի եւ այլն ու ինքը ծնված վարքյանից սիրել է երաժշտություն։ Ծնվել է, սկսել է լացել, ես սկսել եմ իր համար երգել Twinkle Twinkle Little Star, 3 վայրկյան, ինչ ես դու տեզնես, 3 վայրկյան տևել այդ լացը, հետո ինքը սենց ուշադիր նայում էր ինձ, ինքը արդեն իմ ձայնը ճանաչում էր, երաժշտությունը ճանաչում էր, պապան հոգում է տանը, որպեսզի երեխան ճաշակով երաժշտություն շարունակի վայելել, իրանք շատ սիրուն դիջեյսկի տրեկեր են միասին լսում, ֆեստիվալներ են լսում, Հանզիմերի համերգն է մի անգամ պապան միացրել, ես սենց զարմացած Դենին, գիտեք ոնց էր ուշադիր նայում։ Այսքանից հետո կարելի է Դենին արդեն հարցնել, քո սիրած արտիստը ով է Դենի։ Ինչ որ պատասխանի, չէ՞։
Իրականում իր papan տաղանդավոր ֆուտբոլիստ է եղել, այդ տաղանդն էլ է իր մեջ շատ նկատելի արդեն այս տարիքից, ամուսինս ասում է 3-ից շուտ հնարավոր չի որ հասկանանք, բայց ես իր առջև դնում եմ փոքրիկ գնդակ ու տեսնում թե ձախ ոտքով իմ տղան ոնց է ուղիղ հարվածում գնդակը ու ինչ սիրով է հարվածում, այնպես որ մեծանանք տեսնենք ինչ կդառնա։ 11 մետրանոցներ հələ Կարծում եմ որ ատամհատիկ անելու կարիք չկա, այլևս երեխային երբ ատամները հանի, որովհետև արդեն պարզ է դերասան, ներողություն, երգիչ, DJ եւ ֆուտբոլիստ։ Հնարավոր է նաեւ դերասան, որտեղ ֆանտաստիկ աշխատում է կամերայի հետ։ Մենք զարմացել ենք ֆոտոշուտի ժամանակ։ Ֆանտաստիկ, տեսեք աշխատում է։ Եվ ուսումնասիրում տեղանքը։ Կարինե, շատ հետաքրքիր է, մինչև այս պատկերացնում եք, թե ինչպիսի մայրիկ կլինեք։ Տեսնելով ինքս ինձ թե ոնց եմ վերաբերվում կենթանիներին տանը երեխաների պես պահել եմ իր միջև օրես մտածում եմ որ լավ մայրիկ կլինեմ, բայց չեմ պատկերացրել որ այսքան կսիրեմ այս դերը ու որ դա կլինի իմ կյանքում ամենակարևորը։ Հիմա ով տեսնում է, ասում է մենք գիտենք որ դու լավ մամա կլինես, բայց սենց լավ մամա չէինք պատկերացնում, որտեվ իմ երեխան ունի դիսցիպլինա, որպես տղամարդ մենք շատ դիսցիպլինար իրան ծնված օրվանից սովորացել ենք քնել, ուտել, շփվել եւ այլն, բայց միևնույն ժամանակ ես իր ընկերն եմ, մենք գժություններ ենք տանը անում, մենք միասին երգում ենք, պարում ենք, ուրախանում ենք, որպեսզի ինքը հանկարծ նվնվան բալիկ չմեծանա, որ ինքը լինի ուրախ, զվարթ, շփվող երեխա։ Կարինա, եւ ձեզ մոտ հրաշալի է դա ստացվել, այս բալիկը ինչ եկել է տաղավար, չեք պատկերացնի Ցայն չի հանել, ավետ։ Ես ուզում եմ երեխա ունենամ, տամ Կարինայից ընտանիքը մի ամիս պահի, ես հետ վերցնեմ։ Ցայն չի հանում, տեսեք։ Կար, իրականում, այո, դու ոնց նշեցիր, դու ստեղծագործական դադար չես ունեցել այս ամբողջ ընթացքում, ակտիվ ես եղել նաև նախորդող տարիներին։ Ոնց ես կարողանում համատեղել այդ ամեն ինչը։ Որովհետև սիրում ես մի բան, համատեղում ես ավտոմատ, դրա կարիքը չկա համատեղելու, դու արդեն ընտրում ես օրինակ, այսպես ասեմ, հա մի անգամ մի հատ նյութ տեսա, բաներ էին լցրել, գնդակներ ու վրան ավազ, երբ որ դու փոխում ես տեղերով, իրանք չեն տեղավորվում, երբ որ դու ճիշտ ես անում, սաղ ճիշտ է լինում, այսինքն կային բաներ, որոնք որ ես իմ կյանքից այդ պահին հանեցի, որովհետև ես շատ սիրում եմ մտածել վաղվա օրվա մասին ու այս իրավիճակի մասին մտածել եմ արդեն 2 տարի առաջ, երբ որ հանդիպել եմ ամուսնուս, սկսել եմ քիչ կիրակի օրերս ազատել օրինակ կամ ինչ որ sense X գործեր էլ չանել, որովհետև ես մտածում եմ, որ կարևորը այս պահին իմ ընտանիքն է։ Հա, ես չէի ների ինձ, եթե բաց թողեի սա, որովհետև այս պահին նույնիսկ ամբողջովին ինձ նվիրել եմ իմ բալիկին, մեկը ես կարոտում եմ իր նախորդ օրը, բա ինչ կլինի, եթե ես բաց թողեմ։ Կարինա, ներողություն եմ խնդրում ավետ, դուք ասում եք շատ ճիշտ համակարգելու, բալանսավորելու մասին եւ դա է գրավականը, որ հասցնում եք, բայց եկեք նաեւ փաստենք, որ ճիշտ կողակից ունենալն էլ շատ բաներում մեզ աջակից է։ Արդյոք ձեր ամուսինը ձեզ աջակցում է, օգնում է երեխայի խնամքի հարցում։ Շատ։ Նախ ամբողջ օրը իմ ամուսինը իմ կողքին ամեն հարցում է աջակցում, նույնիսկ նախագծերի մասնակցելուց տեսել ավետը, թե ոնց է իմ ամուսինը իմ կողքին կանգնած անկախ ժամից, այո, միջև գիշերվա 1000-ը մենք ընկերներ ենք առաջին հերթին, ամուսիններ ենք, գործի ժամանակ էլ գործընկերներ ենք, երկուսս էլ աշխատող մարդիկ ենք, երբ որ պետքա մենք աշխատենք, մեր երեխային պահում են տատիկներից, որ ինչ որ մեկը, որովհետև մենք ուզում ենք, որ երեխան մեծանա ընտանեկան ջերմության մեջ ու կարևորը ինքը ունենա իր տարածքը, այսինքն ոչ թե երեխան ստիպված տեղափոխվի, այլ մենք մեզ հարմարացնում ենք երեխան պետք է մեծանա ինքը իր միջավայրում, իր խաղալիքների, իր անկողնու կողքին կոպիտ ասած, քնի ճիշտ ժամի, զարթնի ճիշտ ժամի, ուտի ճիշտ ժամի։ Դրա համար ես ու ամուսինս մենք մեկս մյուսին օգնում ենք, օրինակ այսօր առավոտյան ինքն է ինձ օգնել, որպեսզի ինքն ու իմ մայրիկը օգնել են, որ պատրաստենք ես պատրաստվում, մեր երեխան պատրաստվի, իսկ 3 առաջին օր, երբ որ ես եղել եմ շատ զբաղված, իմ ամուսինն է երեխային պահել, ու ես շատ հպարտանում եմ իրան, որտեվ երկուսս մենք 0-ից ենք սովորել ծնող լինել, մեզ ոչ մեկ չի սովորացրել։ Միջարից ասեմ Անահիտ, որ ես Կարինային մենք հանդիպել ենք ժամանակին աշխատանքի մեջ, բայց շատ ավելի սերտ շփում ունեցանք մի նախագծում, որը շուտով արդեն կհեռարձակվի Armenia TV-ի եթերում, ու ես Կարինային հենց այդ նախագծում բացահայտեցի որպես շատ անկոտրում կամքի տեր, իր նպատակի հետևից գնացող եւ իհարկե, որը ամենակարևորն է ինձ համար,
Մարդկային Թասիբով մի հրաշալի անձնավորություն, ով Թույլ տվեք ասել արտահայտությանս, այո, իհարկե, թույլ տվեք ասել, որ բոլոր 60 մասնակիցների մեջ մինչև վերջ մնում է եւ շարունակում է մնալ իր տեսակին հավատարիմ։ Սրա համար շնորհակալ եմ աղջան փոխադարձ։ Մի հարց եւս, ոնց եք հանդիպել դու եւ Վալտերը։ Ոնց է ծնվել ձեր սիրո պատմությունը։ Մեր սիրո պատմությունը ծնվել է շատ հանկարծակի։ Մենք հանդիպել ենք կյանքի մի փուլում, երբ ոչ ես, ոչ ինքը բացարձակապես չենք մտածում, որ ինչ-որ սենց հանդիպում է լինելու, ընտանիք է ստեղծվելու եւ այլն, ու եղել է սեր առաջին հայացքից, հանդիպել ենք այսպես ասած Երևանյան շատ հայտնի ակումբներից մեկի բալկոնում, կոկոպիտ ասած, չէ, ինքը ընկերների հետ էր, ես այդ պահին ոնց որ ընկերուհիներից մեկի հետ անցնում էի, պետք է մտնենք ներս բարևենք մեր ընկերներին ու այսպես հենց շատ հանկարծակի մենք հանդիպեցինք, մեզ ծանոթացրեցին, սիրարվեցինք, մոտ 1 ամիս իբր մենք ընկերներ ենք զուտ լավ, բայց դե բնականաբար երկուսս գում ենք, որ շատ ուժեղ սեր է ծնվում ու մենք հանդիպելուց այն կողմ կարելի ասել էլ չենք բաժանվել բացարձակապես, որովհետև արդեն 2 տարի է գրեթե մենք սեպտեմբերին հանդիպել ենք 2 տարի առաջ ու մենք արդեն ունենք 7 ամսական բալիկ։ Ձեր զույգի, ձեր ընտանիքի, ձեր բալիկի հետ եւ հարատև այդ մեծ ամրությունն ու սերը ընկերությունը, որ դուք նշեցիք, որ ձեր ընտանիքում Աստված տա բոլոր մարդիկ գտնեն, այո, այնպեսի սեր, որը իրենց կդարձնի ավելի լավը, կլռացնի ու Ինքը սիրում է գժություններ, ինչքան ակտիվ է, այնքան լավ։ Ինքը եւ շատ լուրջ դրոմորդ է, բայց եւ շատ ժպտեր ես։ Կարջան, մենք քեզ մաղթում ենք, քեզ քո գեղեցիկ ընտանիքին մաղթում ենք շատ հաջողություններ, թե Վալտերին իր մասնագիտության մեջ, քեզ քո մասնագիտության մեջ։ Դենին էլ արագ, որ ընտրի մասնագիտություն, հետ չմնացածնից եւ ինքն էլ հաջողի։ Մենք ամեն բան փորձում ենք անենք, որ մինչեւ դրան հասնենք, ինքը արդեն ունենա սեր։ Մարդկանց կողմից, որը որ ամենակարևորն է սիրված լինելը։ Անհնարավոր դա չլինի։ Արդեն հասկանալի է։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Մեզ հետ օրը սկսելու համար։ Այս բանին շարունակենք։ Դենին դեռ թող մնա մեզ հետ, որովհետև ի վերջո նա այսօր մեզ հետ հաղորդավար է եւ հիմա պիտի խոսենք թե ինչ են հուշելու աստղերը։ Սիրելի հեռուստադիտողներ, համոզված ենք, որ բոլորին էլ հետաքրքրում են թե ինչ են պատրաստել իրենց համար աստղերը։ Աստղեր ասելով երկնքում գտնվող աստղերը։ Ինչ նորություններ կլինեն, ինչով կառանձնանա շաբաթը աստղակերպի բոլոր նշանների համար, կիմանանք հենց հիմա։ Այս բանին տեղափոխվենք աստղագետ Լիլիթ Ալեքսանյանի մոտ, դիտենք եւ շարունակենք մեր եթերը։ Դենի այնտեղ նայիր։ Նեյնի։ Ահա։ Ես Լիլիթ Ալեքսանյանն եմ։ Սկսենք օրելույսով ու պարզությամբ։ Խավարումների ծանրությունը թողնելով հետևում, շաբաթվա էներգիան մեզ կոչ է անում։ Պարզեցնել ընթացքը, ամրացնել սահմանները եւ քայլել փոքր, բայց հետևողական քայլերով առաջ։ Խոյ Աշխատանքում արագ լուծումներ, բայց առանց շտապ ստորագրությունների։ Սիրո մեջ խոսեք ուղիղ, մեղադրանքների փոխարեն առաջարկեք լուծում։ Ցուլ Ֆինանսների հոսքը կարգավորվում է, եթե կրճատեք ավելորդ ծախսերը, տան փոքր վերադասավորումը կբերի մեծ հանգստություն։ Երկվորյակ Շփումների պիկ, հանդիպում, ուղևորություն, ելույթ, լսեք մինչև պատասխանելը։ Դրանով կպահեք համագործակցության կամուրջները։ Խեցգետին ընտանիք, տան հարցերը առաջնային են։ Սննդակարգի ու քնի կարգավորումը կկայունացնի տրամադրությունը։ Առյուծ տեսանելիություն սոցիալական դաշտում։ Միշտ ապեք դրամատիկ որոշում կայացնել անձնական կյանքում։ Ձեզ ժամանակ տվեք։ Գույս մանրուքները որոշում են արդյունքը։ Օրվա վերջում 20 րոպե ինքնախնամ կատարեք վերալիցքավորման համար։ Կշեռ Ձեր շաբաթը բալանսի մասին է, նոր համագործակցություն կբացվի, եթե պահեք դիվանագիտությունը և հստակ ժամկետներ սահմանեք։ Կարիճ, թակեք հինը, պարտկեր, անավարտ խոստումներ, վստահեք ինտուիցիային, բայց ստուգեք փաստաթղթերը 2 անգամ։ Աղեղնավոր, թիմային հաղթանակներ ու օգտակար կապեր, ընկերոջ մեկ խորհուրդը կարող է փոխել շաբաթվա պլանը դեպի լավը։ Այդ եղջյուր Կարիերային պատուհան է բացվել, պատասխանատվությունը կարևոր է, պահեք ժամանակացույց,
արդյունքը կլինի տեսանելի։ Ջրհոս, ուսուցում, սեմինար կամ կարճ ճանապարհ, գիտելիքը դարձնում է ձեզ պահանջված։ Սիրո մեջ եղեք խաղաղ, ոչ թե քննադատ։ Ձկներ, ֆինանս, էմոցիա, փորձեք հավասարակշռել։ Թողեք այն ամենը, ինչն այլևս չի ծառայում ձեզ։ Անկեղծ խոսքը բուժիչ կլինի։ Ամփոփեք այս շաբաթը, փակեք հինը, բազրեցրեք ընթացքը եւ ամեն օր արեք մեկ փոքր քայլ դեպի ձեզ։ Մենք ավարտում ենք մեր ուղիղ եթերը այսպիսի ախորժելի ներփահամ արմավով, որը համարվում է նախոտեստ աղի եւ քաղցր համադրությամբ, շարունակիր Էլիզա, քանի որ շատ հաշմանդակներ ունեցեք, քիչ է մնացել։ Անմահական է, պարտադիր փորձեք, հատկապես եթե սիրում եք նրբահամ, աղին ու քաղցրը համադրել եւ մնաք առողջի մեջ։ Առողջ նախուտեստի կամ աղանդերի տարբերակ ենք այսօր ձեզ առաջարկել, իսկ մեր բաղադրիչներին ծանոթանալու համար կարող եք եթերը ետ տալ եւ նայել։ Իսկ մենք կհանդիպենք Էլիզայի հետ մյուս երկուշաբթի օրը, իձեզ հետ վաղը։ Առողջ եղեք, հաջողություն։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Մարդիկ այժմ կարողանում են եթերը հետ տալ եւ նայել, իսկ ժամանակին մարդիկ ուղղակի սպասում էին տանջալից կրկնությանը։ Իսկ ուղիղ եթերները հիմնականում կրկնություն չէին ունենում։ Շատ ախորժելի տեսք ուներ, ու ես եւս մեկ ինֆորմացիա այսօր իմացա։ Փաստորեն խուրման դա արմավն է։ Այո, արմավ։ Այո, հրաշալի։ Տեսնում ես, իսկ ես ինֆորմատիվ օր է։ Ինչ ինֆորմատիվ եւ հետաքրքիր օր է։ Ես կասեի շատ ջերմ, այնքան ջերմ զգացողություններով լցվեցինք այս մի քանի ժամ։ Ընտանեկան, ընկերական, մասնագիտական, արվեստային, արվեստով, շատ յուրահատուկ օր էր։ Իսկապես, հուսով ենք նաև, որ այս տրամադրությունը փոխանցվել է ձեզ եւ ձեր առավոտը սկսել է բարի, լուսավոր, թող օրը ամբողջությամբ շարունակվի նույն դրական էներգիայով, մենք ձեզ շատ սիրում ենք, համբույրներ եք փոխանցում։ Կհանդիպենք վաղը, ձեզ ասում ենք հաջողություն, առողջ մնացեք եւ լավ եղեք։ Եվ մնացեք մեզ հետ։ Հաջողություն։